Երեք մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աննախադեպ մի միջոցառում, աննախադեպ բառը այս դեպքում օգտագործում եմ բառիս բացասական իմաստով։ Մարզահամերգային համալիրում հավաքվել էին մոտ 8000 պաշտոնյաներ, պետական ծառայողներ, առանց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, լսելու համար Նիկոլ Փաշինյանի մենախոսությունը։ Միջոցառման անունը Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողով։ Հավանաբար ձեզ, հարգելի հայրենակիցներ, նման հավաքը ինչ-որ բան հիշեցնում է։ Երևի չեք սխալվի, որ սա շատ նման է խորհրդային կոմկուսների համագումարներին, երբ որևէ մեկը կարծիք արտահայտելու իրավունք չուներ եւ բոլորը հավաքվում էին Մոսկվայում գենսեկի հանրապետություններում առաջին քարտուղարի ելույթները լսելու համար։ Նա որպես կանոն այդ առաջին քարտուղարները կամ գենսեկները սահմանում էին առաջիկա ամիսների կամ տարիների համար կուսակցության միահեծան գիծը, այդ գիծը պիտի այդ պատվիրակները կուրորեն կյանքի կոչեին, ավելին նրանք գալիս էին, հետո իրենց կոլեկտիվներին էին հավաքում, կոլեկտիվներին էին տեղյակ պահում կուսակցության միակ ճշմարիտ գծի կամ գենսենկի հանճարեղ ելույթի մասին։ Այսպիսի տպավորություն էր երեք մարզահամերգային համալիրի հավաքից։ Այնինչ անցկացվում է Նիկոլ Փաշինյանի քավորությամբ որևէ կապ չունի ժողովրդավարական պետության հատկանիշների բովանդակության հետ։ Սա սովետական կառավարման համակարգի ռեստավրացիայի փորձ է, իհարկե առանց սովետական բովանդակության։ Սովետների ժամանակ ինչ-որ բովանդակություն կար այս ամեն ինչի մեջ, Նիկոլ Փաշինյանը հիմա սրա մեջ մտցնում է իր բովանդակությունը, ԿՊ-ական բովանդակությունը, բայց ձևի եւ քաղաքական մշակույթի առումով կրկնում եմ երեք շատ նման էր տեղի ունեցածը ԽՄԿԿ համագումարներին, անսխալական գենսեկով, գենսեկի ելույթով, դրա թեզերի ընտրողական տարածմամբ եւ այլն եւ այլն։ Ինձ թվում է հաճախ, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես փորձում է կապկել սովետական ղեկավարների։ Մի փուլում նա Լենինի կեպին էր դնում, հետո սկսեց Ստալինին նմանվող ինչ-որ բաներ անել, հիմա Խրուշչովի այդ հայտնի գլխարկն է դնում, մի խոսքով նա ինչ-որ կամ նրա խորհրդատիպների շարքում սովետոլոգ կա, որ ինչ-որ խորհուրդներ է տալիս, կամ նա ինչ-որ փնտրտուքների մեջ է։ Ինչի մասին էր համալիրի միջոցառումը։ Փաստորեն մենք կարող ենք արդեն վստահաբար արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը այլևս քաղաքական ռեսուրսով կամ ինքնաբուխ մի քանի հազար մարդու հավաքել չի կարող։ Այսինքն ի նկատի ունեմ ինչ-որ քաղաքական ակցիա անցկացվի, որտեղ Փաշինյանը կարևոր ասելիք կունենա եւ ինքնաբուխ կգան լսելու մի քանի հազար նրա կողմնակիցներ, քննարկում կլինի, ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ասենք Միացյալ Նահանգներում ենք տեսնում այդպիսի պարբերական նահանգային եւ ոչ միայն նահանգային հանդիպումներ Թրամփի մասնակցությամբ կամ դեմոկրատների առաջնորդի մասնակցությամբ, այդպիսի մշակույթ կա նաեւ եվրոպական երկրներում, այդպիսի հանդիպումներ այլևս Նիկոլ Փաշինյանը անցկացնել չի կարող։ Պատահական չի, որ նույնիսկ վարշապատի քարոզարշավի ավարտին Նիկոլ Փաշինյանը չմեկնեց, որտեղ նա շատ լավ հասկանում է, որ ինքնաբուխ հավաքներ կազմակերպել չեն կարող, դա էլ համալիրը չի, բաստարասկ է, գուցե այնտեղ հայտնվեն այլ կարծիքներ ունեցող մեր համաքաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանին տհաճ հարցեր տան կամ գուցե որևէ լրագրող մոտենա այդ հարցերը տա, եւ ահա նա այլևս պետական ռեսուրսի մոբիլիզացիայով է սա անում։ Այսինքն վարչարամայական մեթոդներով հավաքում են մի քանի հազար, տվյալ դեպքում մոտ 7-8 մարդ, եւ Նիկոլ Փաշինյանը պետական ռեսուրսի մոբիլիզացիա է անում երկու նպատակով։
Առաջին նպատակը պարզ է, մոտենում են ընտրությունները եւ նրան պետական ռեսուրսի կոնսոլիդացիան, վարչական ռեսուրսի գրեհիկ չարաշահումը խիստ անհրաժեշտ է, առանց դրա նա չի կարող վերարտադրել իր իշխանությունը եւ ահավասիկ 3 հավաքելով այդ 7-8 հազար մարդկանց նա փորձում էր պետական ռեսուրսի մոբիլիզացիա ցույց տալ, մյուս կողմից նա փորձում էր ինչ-որ ասելիք նաեւ արտաքին լսարանի համար հասցեագրել։ Դատելով այն արտահոսքից կամ կարճ տեսանյութերից, որտեղ են գտել ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում, Նիկոլ Փաշինյանի խոսքի հիմնական հատվածը վերաբերել է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ազգային ժողովի ընտրություններից հետո նա պատրաստ է հանրաքվե անցկացնել եւ նոր որակի սահմանադրություն ընդունել, լեգիտիմության մասին է խոսել, տարբեր գեղեցիկ եւ ոչ այնքան գեղեցիկ լոլոներ, սակայն այս ամենը քողածածկույթ է։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է եղել խոսել սահմանադրության նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որպիսի ինչ-որ մեսիջ հասցեագրի արտաքին խաղացողների, տվյալ դեպքում Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների։ Ես ուզում եմ մի բան հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ սրանից ընդամենը 4-5 օր առաջ Թուրքիայի նախագահ Հական Ֆիդանը ըստ էության ասել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում որևէ լուրջ տեղաշարժ չակնկալենք, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագիր չեն կնքել, այսինքն ամբողջովին համերաշխվել էր Բաքվի օրակարգի հետ, թուրքական քաղաքականության համար սա նորություն չէ։ Այն նորություն էր այն, որ Հական Ֆիդանը ըստ էության կրկնել էր մի երկու պահանջ, որ Ադրբեջանում բարձրաձայնում են։ Սովորաբար թուրքական կողմը որպես կանոն համերաշխվում է Բաքվի օրակարգի հետ առանց նրանց նախապայմանները հնչեցնելու։ Այս անգամ Ֆիդանը երկու պահանջ էր նշել, որ Հայաստանը պիտի կատարի, դրանցից առաջինը հենց նոր սահմանադրության ընդունումն էր, որպեսզի նրանց խոսքով տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ չլինեն։ Ահավասիկ Նիկոլ Փաշինյանը շտապեց վարչական ռեսուրսի գործադրմամբ 7-8 հազար մարդ հավաքել մարզահամերգային համալիրում, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին, նաև Ֆիդանին, Թուրքիայի արտգործնախարարին հավաստիացնի, որ ինքը անպայման կատարելու է այդ պարտավորությունը եւ անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո ձեռնամուխ է լինելու նոր սահմանադրության ընդունմանը։ Այլ խոսքով տեղի է ունենում առևտուր։ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իր համար կոմֆորտ նախընտրական պաուզա կստեղծեն, որպեսզի նա կարողանա առանց ցնցումների վերարտադրվել, որի դիմաց խոստանում է ոչնչացնել Երրորդ հանրապետության քաղաքական եւ քաղաքակրթական հիմքերը նոր սահմանադրություն ընդունելու ճանապարհով։ Սա է ճշմարտությունը, որի մասին պիտի իմանանք եւ ամեն ինչ պիտի անենք, որպեսզի 2026 թվականի ընտրություններում ադրբեջանա-թուրքական վասալիտետի այս բանաձևը չաշխատի։